Գիտեք, աստվածաբանության բաժնի մեր հերթական դասը եկեղեցու պատմությունն է եւ քանի որ մեր խորագիրը կոչվում է հանրամատչելի աստվածաբանություն, մենք եկեղեցու պատմության դասերը չենք ասնում շատ խորացված կերպով ուղղակի, որպեսզի տվյալ ժամանակաշրջանի մեջ մենք պատկերացում կազմենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Քրիստոսի եկեղեցու պատմության առումով։ Եվ ահա հերթական ժամանակաշրջանը թվագրված է 750 թվականից Քրիստոսի ծնվելուց հետո 750 թվականից մինչև 1054 թվականը, ինչու էսպիսի մենք միշտ մոտավորապես կլոր թվերով ենք բաժանել, ինչու հենց 1054 թվական, որովհետև 1054 թվականին տեղի է ունեցել մեծ բաժանումը, որի մասին ամենավերջում կխոսենք, եւ 750 թվականը մինչև 750 թվականը նախորդ ժամանակաշրջանն էր, եւ այս ժամանակաշրջանը անվանվում է վաղ միջնադար, եւ դասի վերնագիրն է վաղ միջնադարի եկեղեցին եւ մեծ բաժանումը։ Այս անգամ որոշել եմ սկսել միշտ սկսում ենք հայկական իրադարձություններից, հայ եկեղեցու պատմությունից, այսօր որոշել եմ, որ անդրադառնանք միջազգային կամ ավելի ճիշտ Եվրոպայի եկեղեցու պատմությանը եւ հետո կանցնենք այդ նույն ժամանակաշրջանում, թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում եւ 752-ից 756 թվականներին մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որը կաթոլիկ աշխարհի համար, հիշեք, որ այն ժամանակ դեռ չկար կաթոլիկ աշխարհը, մեծ բաժանումից հետո 1054 թվականից հետո բաժանվեցին կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների, այն ժամանակ դեռ Հռոմի իշխանությունն էր եւ ֆրանկների արքա անունը այսպես է Պիպին Կարճահասակ, Ստեփանոս II Պապին է նվիրում կենտրոնական Իտալիայի մի մեծ տարածք, որ հետո հողեր է ավելացնում եւ սրանով հիմք է դնում պապական կրոնապետության ստեղծմանը։ Արդեն եթե մենք խոսում ենք նրա մասին, որ եկեղեցին պետական եկեղեցի դառնալուց հետո սկսել էր ինտեգրվել պետության հետ, երբեմն վերցնում էր պետության դերը իր վրա, հիմա ստեղծվում է նոր պետություն, որը հենց կրոնական, կրոնապետական պետություն է։ Նաև այս ժամանակներում շատ շարունակվում էին աստվածաբանական ուսումնասիրությունները եւ ուղղափառ հավատքի ճշգրիտ շարադրանք վերնագրով մի աշխատություն է լույս տեսնում հեղինակը Հովհաննես Դամասկացի։ Ես ուղղակի նայեցի ցանկը, թե ինչ թեմաների է անդրադառնում, բնականաբար եկեղեցու զարգացման առաջընթացի ռեֆորմացիաների առումով կան բաներ, որ կարող ենք չհամաձայնվել Աստվածաշնչի մերօրյա ուսումնասիրությունների լույսի ներքո, բայց այն ժամանակների համար մեծագույն առաջընթաց է եղել, երբ որ թեմաները նայեցի բավականին արդիական եւ աստվածաբանական վերլուծությունների համար, հետագա աստվածաբանական մտքի զարգացման համար մեծագույն հիմք է եղել այս աշխատությունը։ 768-ից 814 թվականներ գալիս է թատերաբեմ մի թագավոր Կարլոս Մեծը, որը ֆրանկների արքան, հետո գրավում է գրեթե ամբողջ Եվրոպայի տարածքները եւ իր կայսրությունը, այսպես հետագայում Հռոմի Պապը իրան օծում է հռոմեական կայսրության կայսր, եւ Կարլոս Մեծը մեծ ազդեցություն է ունենում նաեւ քրիստոնեության տարածման վրա, որովհետեւ 781 թվականին այստեղից դաս ունենք քաղելու, երբ որ երկրի ղեկավարի խորհրդականը դառնում է հավատքի ջատագով հավատացյալ քահանա եւ Ալքուին անունով
հոգևորականը դառնում է Կարլոս Մեծի, նախ հանդիպում է 781 թվականին իրեն Իտալիայում, 782-ին տեղափոխվում է Աախեն, ժամանակակից Գերմանիայում քաղաք է, բավականին գեղեցիկ, ես եղել եմ այդ քաղաքում, տեղափոխվում է այնտեղ եւ դառնում իր խորհրդականներից մեկը, հիմնադրում դպրոցներ, համալսարաններ, վանական համալիրներ եւ տարածում քրիստոնեությունը, քրիստոնեական մշակույթը եւ բավականին մեծ ներդրում է ունենում այն վերածննդի ընթացքի վրա, որը պատմության մեջ հայտնի է կարոլինգյան, Կարլոս Մեծի անունով է սա, կարոլինգյան վերածնունդ։ Նաև 787 թվականին Նիկեայի երկրորդ ժողովն է տեղի ունենում, հետաքրքիր է, որ այդ ժամանակներում եկեղեցում կային ուժեր, բավականին առողջ, որոնք դեմ էին սրբապատկերների առջև աղոթք անելուն, սրբապատկերների երկրպագությանը, եւ այս տիեզերական ժողովով վերջ է դրվում, ասում են պատկերամարտներ, այսինքն նկարների դեմ պայքարողներ, կարծես եկեղեցին որոշում է, որ պատկերների երկրպագությունը, պաշտամունքը, տեղադրելը ընդունելի է եւ դրա դեմ խոսողներին հայտարարում են շեղված հավատացյալներ։ Այսինքն մինչեւ 787 թվականը եկեղեցու մեջ առողջ ուժերը պայքարել են սրբապատկերներին ուղղված աղոթքների դեմ, բայց այս ժողովով կարծես հիմք է դրվում նրանց դեմ պայքարին եւ արդեն ով չեր ընդունում սրբապատկերները եկեղեցուց դուրս էին հայտարարում իրենց։ 800 թվական Հռոմի պապ Լևոն III-ը թագադրում է Կարլոս Մեծին որպես հռոմեական Սուրբ Կայսրության կայսր, որը հող է նախապատրաստում մեծ բաժանման համար։ Հիշեք, մեծ բաժանումը եկեղեցու տեղի ունեցավ 1054 թվականին, բայց արդեն Հռոմը առանձին կայսրություն էր Կարլոս Մեծի գլխավորությամբ, իսկ Բյուզանդիան առանձին կայսրություն էր, թեև դեռ իրենք համարվում էին, Հռոմի եւ բյուզանդական եկեղեցիները համարվում էին մեկ եկեղեցի, այսինքն մեկ համընդհանուր եկեղեցի էր։ Եվ 2.5 դար հետո այս քաղաքական ճնշումները, երբ որ կհասնենք ու կտեսնենք ինչի համար բաժանվեց եկեղեցին, կտեսնենք, որ սա զուտ քաղաքական բաժանում էր, որովհետև այդպես խորը վարդապետական հարցեր իրականում չեն քննարկվել։ Արդեն ամեն ինչ պատրաստված էր բաժանման համար։ Նաև բոլորս երևի գիտենք Կիրիլ եւ Մեֆոդի, հայերեն Կյուրեղ եւ Մեթոդիուս եղբայրները, որոնք սլավոնական այբուբենի հիմնադիրներն են, իրականում սկզբում գլագոլիցայա կոչվել Կիրիլի հայտնագործածը, որը բավականին բարդ տառեր է ունեցել, հետո Կիրիլի աշակերտներից Բուլղարիայում Գրեմոս Օխրիդացին ինքը լատիներենից որոշակի տառեր բերել է ու ավելի հեշտացրել այբուբենը եւ իր ուսուցչի Կիրիլի անունով նոր կոչվել է Կիրիլիցա։ Բայց ինչ արեց այս հայտնագործությունը մեծագույն առաջընթաց քրիստոնեության համար, որովհետև սլավոնական ազգերը այլևս ստիպված չէին լատիներենով կամ հունարենով Աստվածաշունչ կարդալ, որովհետև թարգմանվեց Աստվածաշունչը իրենց լեզուներով եւ նաեւ եկեղեցու ծառայությունները, ծեսերը իրենց լեզվով էին տեղի ունենում։ Նաև այսօր ես ուսումնասիրեցի 15-ից ավելի երկրներում մոտ 250 միլիոն մարդ
օգտագործում է, ինձ համար զարմանալի էր, չգիտեի, որ Մոնղոլիան էլ ինքը նույն այդ կիրիլիցան է օգտագործում։ Իհարկե երկրներ կան, որ օգտագործում էին, հիմա անցել են լատիներենին, Միջին Ասիայի երկրներից, բայց մեծ առաջընթաց է եղել այս հայտնագործությունը եւ հիմքը ինչպես է, ես ինձ մոտ գրել էի, որ Մորավիան Չեխիայի տարածքում է ժամանակակից, Մորավիայի իշխաններից մեկը խնդրում է, որպեսզի Բյուզանդիայի կայսրը ուղարկի մարդիկ, ովքեր կօգնեն, որ ստիպված չլինեն լատիներենով դասեր, այսինքն լատիներենով աստվածաբանություն կամ լատիներենով եկեղեցու կարգ անցկացնել, խնդրում է, որպեսզի գան եւ միսիոներներ գան օգնել իրենց եւ այդպես գալիս է գաղափարը սլավոնական այբուբեն ունենալու։ 864 թվական Բուլղարիան ընդունում է քրիստոնեությունը, Բուլղարիայի իշխան Բորիս առաջինը գաղտնի մկրտվում է նախ, հետո ամբողջ ժողովրդին է մկրտում, դրանից հետո հեթանոս իշխանները ապստամբություն են բարձրացնում, ուզում են երկիրը հետ բերեն հեթանոսության, որը ճնշվում է եւ արդեն հաստատվում է բուլղարական եկեղեցին։ Գնանք առաջ 912 թվական, շատ հետաքրքիր առաջընթաց է տեղի ունենում քրիստոնեության մեջ, որովհետև նորվեգական եւ դանիական վիկինգների համատեղ արշավանքը իրենց Ռոլլոն անունով ղեկավարի առաջնորդի գլխավորությամբ գալիս են եւ գրավում են Ֆրանսիայի մեծ տարածքներ եւ ստիպված է լինում թագավորը երկարատև պատերազմներից հետո անընդհատ պարտվելուց հետո վիկինգներին հյուսիսային հատվածները Նորմանդիա է կոչվում, Նորմանդիան կարծես նվիրի այդ վիկինգ առաջնորդին եւ վիկինգների ցեղերին եւ իրենք հաստատվում են Նորմանդիայում, բայց պայմանագրի կետերից մեկը նա էր, որ ինքը ամուսնանում է թագավորի աղջկա հետ եւ ընդունում է քրիստոնեությունը եւ շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, թեև կարծես հավատքի քայլ չէր սա, այլ քաղաքական հաշվարկի քայլ էր, բայց այդ նույն վիկինգները այս առաջնորդի գլխավորությամբ, որը շատ խիստ առաջնորդ է լինում ու կարողանում է խիստ օրենքներ դնել, իրենք սկսում են վերականգնել այն եկեղեցիները, որոնք կործանել էին, եւ գուցե իրենք չեն ընդունում քրիստոնեություն, բայց իրենց սերունդները արդեն քրիստոնեություն են ընդունում եւ ամբողջ այդ տարածքը քրիստոնեական է դառնում եւ այդ վիկինգների ցեղերը կարծում եմ հետո արդեն հիմք են լինում, որպեսզի քրիստոնեությունը տարածվի նաեւ սկանդինավյան երկրներում, որին կանդրադառնանք հետո 988 թվական Կիևյան Ռուսիա եւ Ղրիմում մկրտվում է Վլադիմիր իշխանը, իմիջիայլոց այստեղ շատ հետաքրքիր պատմություն կա, որովհետև ինքը լսած չի լինում, այսինքն տեսած չի լինում, լսած է լինում Բյուզանդիայի կայսեր արքայադուստր, այսպես ասեմ, Աննայի մասին եւ շատ է ուզում ամուսնանա, դրանից առաջ ուղարկած է լինում իր տարբեր մարդկանց, որպեսզի կրոններ ուսումնասիրեն, թե մուսուլմանությունը, թե հուդայականությունը, թե քրիստոնեությունը եւ երբ որ գալիս են պատմում են արդեն Սուրբ Սոֆիայի տաճարի մասին Կոստանդնուպոլսում, ինքը հիացած, այսպես նաեւ ուզում է ամուսնանա կայսրի այնտեղի ոնց որ երկրորդ անձնավորությունն է լինում, կայսրի քույրն է լինում այդ ժամանակ եւ Աննա անունով ամուսնանում է, պայմանը լինում է, որ մկրտվի ընդունի քրիստոնեություն, էլի պայմանով է, էլի երևի քաղաքական հաշվարկ է, բայց տեսնում ենք ինչ մեծ ազդեցություն է ունենում, որովհետեւ ամբողջական տարածքներ արդեն քրիստոնեական են դառնում եւ սլավոնական ազգերը մեկը մյուսի հետևից ընդունում են քրիստոնեությունը
եւ Աստված իր ծրագիրը առաջատանում այս առումով։ Հետաքրքիր է նշել, որ այդ ժամանակ Բյուզանդիայի կայսրերը, այդ դինաստիան եւ Աննան ինքը, որ Վլադիմիրի կինն է դառնում, ինքը հայ էր։ Ես փորձեցի ուսումնասիրել որտեղից, բայց պատմաբանները ասում են, որ ամենայն հավանականությամբ Արշակունիների դինաստիայի կործանումից հետո Արշակունիների իշխաններից ոմանք գնացել են Մակեդոնիա եւ գրված է մակեդոնական, փակագծերում հայկական դինաստիա։ Եվ այնտեղից սա պատմական փաստ է, բաներ կա, որ հայերը ամեն ինչ ուզում են անեն, որ ես մեկին հայ դարձնեն, բայց սա պատմաբաններն են ասում, որ սա հայկական դինաստիա է, ընդ որում կարելի է նաև ոչ միայն լավ բաներ ասել, այլև վատ բաներ ասել այս հայկական կայսրերի մասին, որոնք ես իմ մոտ գրել եմ, որ բյուզանդական այս կայսրերը ինքնասպանություն, քաղաքական ինքնասպանություն, ոչ թե իրենք իրանց սպանեցին, այլ քաղաքական ինքնասպանություն գործեցին, որովհետև կործանեցին հայկական պետականությունը, Բագրատունիների թագավորությունն էր այդ ժամանակ, հիմա կամաց անցում կանեմ արդեն հայկական իրականությանը, Բագրատունիներին ուղղակի վերջին թագավորին խաբեությամբ Գագիկ II-ին բերեցին, խաբեությամբ ստիպելով դարձրին Կապադովկիայում իշխան, կործանեցին հայկական պետականությունը եւ նաև 50,000 զորք կար այնտեղ։ Այս 50,000 զորքը լուծարեցին, բանակը լուծարեցին եւ կարծես իրենց արևելյան դարպասները իրենցով այրեցին։ Եվ դրանից հետո մի քանի տարի անց սելջուկ թուրքերը գալիս են եւ մենք հաջորդ դասին կտեսնենք, որ գալիս են ու գրավում են եւ կործանում են ամբողջ բյուզանդական կայսրությունը, գրավում են Կոնստանտինոպոլիսը։ Հիմա պատկերացնում եք իրենց դաշնակից պետությունը ուժեղ այս հայ կայսրերը, որոնք այդքան էլ իրենց հայ չէին զգում երևի, Բյուզանդիայում արդեն մտածում էին, որ իրանք ամենաուժեղն են, Աստված իրենց կողմից է, ոչ մի վատ բան չի կարա լինի, իրենք իրենց ձեռքով հայկական պետականությունը կործանելով այդ թուլացրեցին իրենց սահմանները եւ ոչ ոք արդեն, եթե հայերը այնտեղ լինեին, իրանք էլ պաշտպանեն, գուցե Հայաստանում կկանգնեին թուրք սելջուկների այդ արշավանքը կարողանային կանգնեցնեին, բայց նախ կործանեցին պետականությունը, լուծարեցին բանակը եւ ճանապարհ բացեցին թուրքերի համար, որ գան ու կործանեն։ Այսպիսի տխուր ավարտ, բայց գանք մեծ բաժանմանը, ինչն էր 1054 թվականին այդ մեծ բաժանումը տեղի ունեցավ եւ եկեղեցին բաժանվեց կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների, ինչն էր պատճառը։ Եթե աստվածաբանական պատճառների մասին խոսենք, գուցե ժպիտ կառաջանա, որովհետեւ օրինակ այսպիսի մի պատճառ կար ֆիլիոկվեա կոչվում լատիներեն, որը բառացիորեն թարգմանվում է այսպես նաև որդուց։ Այսինքն Հռոմի եկեղեցին ասում էր, որ Սուրբ Հոգին բխում է ոչ միայն հորից, այլ նաև որդուց, իսկ Կոնստանտինոպոլսի եկեղեցին, եպիսկոպոսները ասում են, որ միայն հորից է բխում։ Ինչ տարբերություն։ Իրականում որ մտածենք, եթե Աստված մեկ Աստված է, այդ հարցը չպիտի առաջանար։ Մյուս հարցը ամենակարևոր հարցերից մեկը, որը բաժանման հիմքում էր, Հռոմի եկեղեցին ասում էր, որ հաղորդության ժամանակ պիտի հացը լինի անթթխմոր, իսկ Բյուզանդիայի եկեղեցին ասում էր, որ կարելի է թթխմորով հացել օգտագործել, ու այսպիսի ես համարում եմ, որ սրանք միայն պատրվակներ էին, որովհետև իրենց իշխանությունները արդեն բաժանված էր, երկու տարբեր կայսրություններ էին, լեզուն տարբեր էր, մեկը խոսում էր հունարեն, մեկը խոսում էր լատիներեն, եւ բնականաբար Հռոմի պապը իրեն հայտարարել էր եկեղեցու գլուխ, իսկ Բյուզանդիայի եպիսկոպոսները չէին ընդունում պապի գերակայությունը։
Եվ դրա համար 1054 թվականի հուլիսի 16-ին Ռոմի Լևոն 9-րդ պապի պատվիրակ կարդինալ Հումբերտը մտավ Սուրբ Սոֆիայի տաճար եւ դրեց այդ բանադրանքի թուղթը։ Բանադրանքը դա կարելի ասել անեծքն է, որ անեծքով անիծված են եւ բանադրեց Կոստանդնուպոլսի պատրիարք Միքայելին, որն էլ իր հերթին բանադրեց նրան եւ համատեղ բանադրանքով, համատեղ անեծքներով իրանք մեկը մյուսին եկեղեցուց դուրս հայտարարեցին եւ հիմնեցին երկու եկեղեցի, որը մենք այսօր գիտենք որպես կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներ։ Գանք հայկական իրականությանը այս ժամանակաշրջանում 750-ից 885 թվականներին, հիշում եք նախորդ անգամ ասացի, որ արաբական խալիֆայությունը բավականին դրական էր տրամադրված եւ ազատություն էր տվել եկեղեցուն, հարկերից էր ազատել, արտոնություններ էր տվել եւ այնտեղ փոխվում է իրենց իշխող խավը, դինաստիան փոխվում է եւ Օմայաններին փոխարինում են Աբասյանները, որոնք բավականին մեծ ճնշումներ, ասում են վերջ, դուք հարկատու եք, գալիս են բռնի ուժով, զենքի ուժով, հարկեր են հավաքում, կոտորում են, սպանում են եւ դրա պատճառով 774, 775 եւ նաեւ 850-855 թվականներին մեծ ապստամբություններ են տեղի ունենում եւ բազմաթիվ զոհեր են լինում, նահատակներ են լինում այս շրջանում։ Նաև այս ապստամբությունների մեջ, այդ պայքարների, պատերազմների, ճակատամարտերի մեջ առաջա գալիս նախարարական մի տոհմ, որը Բագրատունիներն են, որը կարծես իր նվիրումով, հայրենասիրությամբ, ռազմատենչ, կազմակերպչական հմտություններով առաջ անցնում մյուս տոհմերից եւ արդեն 885 թվականին Աշոտ առաջին Բագրատունին հիմնում է 40,000-անոց բանակ, թագադրվում է եւ ստիպված արդեն 869-ին է թագադրվում, բայց 885-ին արաբների կողմից ճանաչվում է որպես հայոց թագավոր եւ հիմնվում է Բագրատունիների դինաստիան։ Այս ժամանակաշրջանում Իմիջիայլոց 460 տարի էր, որ Հայաստանը պետականություն չէր ունեցել, 460 տարի անց Արշակունիների դինաստիայից հետո նոր դինաստիա է հիմնադրվում եւ ունենում ենք թագավոր։ Գանք հոգեվոր իրավիճակին, հիշում եք Պավլիկյանների մասին ենք խոսել եւ Պավլիկյանները դաժանորեն ճնշվել է այդ շարժումը, Պավլիկյաններից ոգեշնչված նոր շարժում է առաջանում, դա Թոնդրակյանների շարժումն է 9-րդ դարում, 9-րդ դարի սկզբում, Սմբատ Զարեհավանցու կողմից, կենտրոնը Թոնդրակ ավանն է, որ Վանալեջից մի փոքր հյուսիս էր, 830-840 թվականներին Սմբատը ճամփորդում է տարբեր տեղեր, գնում է նաև Պավլիկյանների քաղաք կար, քաղաք պետություն, այն ժամանակ Պավլիկյանները հավաքվել են ռազմատենչ, այսպես զորք ունեին, պետություն ունեին եւ Տևրիկ քաղաքում է լինում ու այդ բոլոր ուսումնասիրություններից հետո գալիս է ու սկսում է քարոզել կրկին Պավլիկյաններին շատ նման։ Իմիջիայլոց փորձեցի Թոնդրակյանների վարդապետությունից հասկանալ ինչ վարդապետություն են ունեցել Թոնդրակյանները եւ շատ քիչ տեղեկություններ կան, հիմնականում իրենց հանդեպ ատելությամբ լցված մարդիկ են, որ գրել են եւ այսպես եթե մեկը մեկին ատում է, եթե մեկը մեկին հակառակ է, չես կարող իմանաս որքանով է ճիշտ այդ գրածը, իրենց ամբողջ գրականությունը ոչնչացվել է եւ մենք չունենք որևէ
հիմք, որ ասենք, որ Թունդրակյանների վարդապետությունը հենց այսպեսին է եղել, անգամ Գրիգոր Նարեկացին է գրել իրանց մասին, եւ հիմնական այսպես քննադատների գրածներից ինչ կարողանում ենք մենք սովորել, իմանալ, դա այն է, որ իրանք օրինակ դեմ էին սրբապատկերներին, դեմ էին մատաղին, որ այն ժամանակ ընդունված էր, եկեղեցական ծիսակարգերին, եկեղեցու պաշտոնական կառուցվածքին, քարոզում էին աստվածաշնչի սկզբունքներ, հավասարություն, դեմ էին ֆեոդալական կարգերին, որ մեկը պիտի ճորտ լինի, այն մեկը տեր։ Մի խոսքով, բայց ամենայն հավանականությամբ Պավլիկյաններից նաև ժառանգել էին այդ շեղումները, որ ունեին, չնայած շատ բան չկա իրենց շեղումների մասին գրած։ Ինչ էլ որ գրած է, չենք կարող հստակ իմանալ, որքանով է դա ճշմարիտ, որովհետև ամեն գրվածքը, որ պահպանվել է, ոչ միայն հայկական, այլ նաև բյուզանդական, այլ արաբական աղբյուրներ են խոսում Թունդրակյանների մասին, ամեն դեպքում բոլորը այսպես ատելությամբ, աղանդավորական պիտակով այսպիսի գրվածքներ են, ու մենք Թունդրակյանների մասին այդքան շատ բան չգիտենք, ինչքան Պավլիկյանների մասին, կամ գիտենք, բայց միակողմանի ներկայացված տեղեկատվությամբ։ Մի քանի իրադարձություններ 915-ից 921 թվականին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է կառուցվում, 989-ից 1001 թվականը Անիի մայր տաճարը, Անին 1001 եկեղեցիների քաղաք է հայտարարվում, կաթողիկոսությունը տարբեր քաղաքներից վերջապես գալիս է Անի, այդ պատերազմների ժամանակ, ապստամբությունների ժամանակ անընդհատ քաղաքից քաղաք է տեղափոխվում։ Խոսենք Նարեկացու մասին, որ այս ժամանակաշրջանում է ապրել եւ ստեղծագործել, ծառայել 951-ից 1003 թվականներ, այսպես ընդունված է, որ հայկական հոգևոր վերածննդի հիմնադիրն է Գրիգոր Նարեկացին, շատ հետաքրքիր ձևով ինքը նախ շատ դեմ է խոսում Թունդրակյաններին, բայց նաև ասում է, որ իրեն քննադատում են, այսպես շատ աշխատություններ կա, որ ուսումնասիրել են, իրան քննադատում են Թունդրակյանների հայացքները վերցնելու, թեև ինքը շատ դեմ էր խոսում, բայց իրան մեղադրում էին, իրան քննադատում էին դրա համար, որովհետև ինքը քարոզում էր իր ստեղծագործությունների մեջ Աստծու հետ մտերմությունը։ Սա շատ կարևոր առաջընթաց է եւ Նարեկացին մեծ ներդրում ունի, երբ որ Աստծուն դիմում է անձամբ առանց միջնորդի, թեև ինքը նաեւ հեղինակն է Մարիամի այսպես պաշտամունքի, Մարիամի ճակերտավոր ասեմ, որովհետև Մարիամին Աստված չեն ընդունում, բայց Մարիամի ճակերտավոր աստվածացման, այսինքն Մարիամի հանդեպ գովքի, մեծարանքի, անգամ պաշտամունքի հասնող։ Բայց ինքը Աստծու հետ հարաբերվում է որպես ուղիղ Աստծու հետ առնչվող, խոսում է Աստծու հետ եւ մատյան ողբերգությունը ինքը հենց այսպիսի մի հոգևոր աշխատություն էր, որը հայկական հոգևոր վերածննդի հիմքն է լինում եւ հիմք է դնում մարդու եւ Աստծու անձնական հարաբերությանը եւ շատ մարդակենտրոն աստվածաբանության հիմնադիրն է։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի կրկին 990-ից 1058 թվականներին գործել է եւ գիտնական, թարգմանիչ, թարգմանել է հունական գիտական աշխատություններ, հիմնել դպրոցներ, հիմնվել են այդ ժամանակաշրջանում է շատ ծանոթ Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Նարեկավանքի վանական համալիրները, որոնք դպրոցներ էին եւ համալսարաններ, Խաչքարային արվեստն է այս ժամանակաշրջանում ի հայտ գալիս որպես քանդակագործության առանձին ուղղություն, մանրանկարչությունն է զարգանում, երբ որ եկեղեցին բաժանվում է
1054 թվականին կաթոլիկ եւ ուղղափառ, հայ եկեղեցին մերժում է երկուսն էլ, որովհետեւ երկուսին էլ չէր ընդունում մինչեւ դա, բայց ուղղափառները, հիշում եք, որ ասեցի հաղորդության հացը անթթխմոր պիտի լիներ, ավելի շատ սա նման էր կաթոլիկներին, դրա համար ուղղափառները կարծես իրենք համարում էին, որ հայ եկեղեցին ավելի մոտ է, հայրաքելական եկեղեցին ավելի մոտ է կաթոլիկ եկեղեցուն, որը հետագայում արդեն հաջորդ դասին կանցնենք Կիլիկիայի թագավորության ժամանակ, խաչակրած արշավանքների ժամանակ այդ համագործակցությունը ավելի իրատեսական, ավելի նյութական տեսք է ստանում։ 1044-1045 թվականներին Կոնստանտին Մոնոմախոս, ես այս բառը հատուկ այդպես ասեցի, որովհետև այի վրա շեշտը դրեցի, որովհետև դա խոսել բառի հետ կապ չունի, խոսել բառի հետ կապ չունի, Մոնոմախոս, այդ օս հունական վերջածանցն է սա, արդեն ասել եմ, որ սա հայկական արմատներ ունեցող կայսր էր, ինքն է, որ նախաձեռնում է հայոց թագավորության կործանումը եւ այնտեղ շատ պատմություններ կա, քանի որ եկեղեցու պատմությունն է, չնայած մեր պատմությունը կապ ունի եկեղեցու պատմության հետ, բայց ցավալիորեն բաժանումներ են տեղի ունենում հենց հայ թագավորների միջև, թագավորը մահանում է, երկու եղբայրները չեն կարողանում կիսել գահը եւ դրա համար թագավորությունն են բաժանում երկու մասի ու թուլացնում են, հետո երկուսն էլ մահանում են, մի խոսքով, այսպիսի թուլացած իրավիճակում է Գագիկ II-ը դառնում թագավոր, որ խաբեությամբ արդեն ասացի, որ ձերբակալվում է եւ հետո սպանվում, երբ որ գնում էր Կիլիկիա, երևի այնտեղի հայկական իշխանների հետ համագործակցության, դավադրաբար ինչ-որ մի բերդում գիշերելու ժամանակ սպանվում է եւ դրանով վերջ է դրվում Բագրատունիների թագավորությանը։ Հույս ունեմ, որ այս պատմական ընթացքը մենք գալիս ենք, արդեն մոտենում ենք ռեֆորմացիային, որտեղ նաեւ մեր բողոքական եկեղեցու հիմքերն են եւ արդեն իսկ հաջորդ դասերից մենք կտեսնենք, որ թե ինչպես են ռեֆորմացիայի հիմքերը դրվում։ Մինչ այս ռեֆորմացիայի փորձերը իրենք այդքան էլ աստվածաբանական հիմքի վրա չէին, դրա համար աստվածաշունչ կարդացող, աստվածաշնչի սկզբունքները ընդունող այս շարժումները այդքան էլ մաքուր վարդապետություն չունեին, կարելի ասել ոչ թե այդքան էլ մաքուր վարդապետություն չունեին, այլ շատ մեծ շեղումներ ունեին, բայց ռեֆորմացիայի ժամանակ, թեև այդպես չի, որ կատարելապես աստվածաշնչյան էր ամեն ինչ, բայց եկեղեցին այնքան էր ապականվել, այնքան էր հեռացել աստվածաշնչից, որ կարիք կար եւ Աստված ուղարկեց իր ծառաներին, որպեսզի ռեֆորմացիա անեն։ Հաջորդ դասին մենք ավելի կմոտենանք ռեֆորմացիային եւ ամենայն հավանականությամբ այն մյուս դասին կխոսենք հենց ռեֆորմացիայի նախակարապետների մասին։ Այժմ կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո ընթացքի համար, որ այս հազարամյակների մեջ, դարերի մեջ հավատքը քո ծառաների միջոցով եկել ու հասել է մեզ, քո խոսքն է պահպանվել, քո խոսքն է տարածվել եւ մենք տեսնում ենք, որ նվիրյալ ծառաներիդ միջոցով, որոնց անունները գուցե գրված չեն այս պատմական գրքերում եւ մենք էլ չնշեցինք, բայց եղել են մարդիկ, ովքեր կյանք են դրել, որ քրիստոնեությունը տարածեն եւ որքան դժվարություններ, որքան մեծ գին է վճարվել, որպեսզի մարդիկ ընդունեն քեզ, մարդիկ ընդունեն փրկության ճանապարհը եւ ամբողջական ազգերի համար հիմք դրվի ճշմարիտ ավետարանի քարոզության։ Մենք շնորհակալ ենք քեզ, Տեր, քո
զորավոր ձեռքի համար, որ տիրում է մարդկության պատմության վրա, եւ շնորհակալ ենք, որ այդ ձեռքը այսօր էլ տիրում է եւ այսօր էլ պատմության ղեկը քո ձեռքերում է։ Տուր ամեն մեկիս իմաստություն, որ կարողանանք այս պատմական ընթացքից դասեր քաղենք եւ մեր ժամանակներում մեծագույն արթնության ականատեսներ լինենք, որ քո անունը փառավորվի եւ այսօր, եթե չկան այն ժամանակվա խոչընդոտները, այսօրվա խոչընդոտները պակաս դժվարին չեն եւ մենք կարիք ունենք մարդկանց այս սառնությունը, անաստվածությունը, աշխարհասիրությունը հաղթահարելու եւ քո լույսը տանելու ազգերին։ Օգնիր մեզ եւ առաջնորդիր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։